Պետական պարտքի մասին ամենասիրած թեմաներից մեկն է։ Ինչ է ասում Տիկին Գյուրեղյանը, որը հետո կրկնում են մնացած բոլորը առանց թեմայի մեջ խորանալ, ասում է պետությունը, իշխանությունները կրկնապատկել են Հայաստանի արտաքին պարտքը։ Նախ առաջինը արտաքին պարտքը չեն կրկնապատկել, եթե թվերը հետաքրքիր է, ասեմ, արտաքին պարտքը 18 թվականին եղել է 5.5 միլիարդ դոլար, 2024 թվականի վերջին եղել է 6.27 միլիարդ դոլար, այսինքն անգամ 1.5 անգամ չի ավելացել։ Բայց այդքան որ խոսում ենք, որ ասում ենք պարտքի մասին, որ խոսում ենք, պիտի բացարձակ թվերով չխոսեք, պիտի նայեք տնտեսության մեջ ինչ կշիռ է կազմում, ինչքան ասեցինք մեկը չհամաձայնեցին, ես երեք մի հատ փոքր էքսպերիմենտ արեցի, ուրեմն բացել եմ Տիկին Գյուրեղյանի հայտարարագիրը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված, նայում եմ 2021 թվականին Տիկին Գյուրեղյանի վարկերի մնացորդը եղել է 1 միլիոն դրամ, 2024 թվականի վերջին եղել է 23 միլիոն դրամ, այսինքն Տիկին Գյուրեղյանի պարտքային բեռը ավելացել է 23 անգամ։ Հիմա մենք կարող ենք սրա հիման վրա ասել, որ այդ ընտանիքը վատ վիճակում է հայտնվում, կործանվում է եւ այլն։ Եթե ձեր տրամաբանությամբ նայենք, բնականաբար կարող են, բայց եթե մի քիչ խորնակ կտեսնենք, որ Տիկին Գյուրեղյանը հիպոթեկային վարկ է վերցրել, բնական է ձեր բուլ, այսինքն նշանակում է իր կյանքում դրական փոփոխություն է տեղի ունեցել, ինչը շատ լավ է։ Նաեւ դա վկայում է մեկ ուրիշ բանի մասին։ Միգուցե իրան ժամանակին հիպոթեկային բանկը մերժել է տրամադրել, որովհետև եկամուտները չեն բավարարել, հիմա բավարարում են։ Այսինքն դա վկայում այն մասին, որ Տիկին Գյուրեղյանը ավելի վճարունակ է դարձել։ Այսինքն հարցը չի կարելի միակողմանի ներկայացնել ու մանիպուլացնել Հայաստանի։ Հույս ունեմ, որ այս օրինակից հետո բոլորիդ համար պարզ կդառնա ինչ է նշանակում պարտք, վճարունակություն, պարտքի բեռ, բայց անկեղծ ասած, որ ճիշտ ասեմ, հույս չունեմ։ Բալիստիկ հրթիռների մասով, որ ասում եք, ինձ գիտեք ինչն է հետաքրքիր։ Օրինակ ինձ հետաքրքիր է, այդ ոնց եղավ, որ Իսրայելի նման փոքր պետությունը քիչ ժամանակում կարողացավ այդպիսի գերժամանակակից տեխնոլոգիաներ ունենալու, ուղարկել մեր գլխավերևով, ինչպես դուք ասում եք, Իրանի վրա, բայց մենք չկարողացանք։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ասում եք, մինչ բալիստիկ հրթիռները թռնում են, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մինչ մեր հարևան երկրները սպառազինվում էին, տեխնոլոգիաներին, գիտությանը, կրթությանը ուշադրություն էին դարձնում, դուք զբաղված էիք ամեն ինչը, ամեն պետական ինստիտուտ ապականելով։